Հարգելի հետևորդներ, զրուցենք Երևանի ավականու անդամ Սամվել Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, այսօր մենք ակցիա ենք իրականացնում ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքապետարանի, անկախ քաղաքական ճաշակներից եւ տեսակներից։ Մենք վստահ ենք եւ պնդում ենք, որ Հայաստանում քրեաիրավական, դատաիրավական համակարգը գործում է սելեկտիվ կարգով։ Մենք վստահ ենք, որ մարդկանց քաղաքապետարան եւ բանտում հայտնվելու գլխավոր պատճառը իրենց ընդդիմադիր քաղաքական հայացքներն են։ Մենք վստահ ենք, որ այսօր եթե մարդ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, բազում հանցագործություններ կարող է իրականացնել, որի արդյունքում նա որևէ պատասխանատվության չի ենթարկվելու եւ նույնի հայլիական հակառակի, եթե ընդդիմադիր է, շատ հնարավոր է հայտնվես բանտում առանց որևէ հանցագործություն կատարելու։ Այսօր մենք ունենք իրավիճակ, որով որ սրբազանները, բարերարները, փաստաբանները, ինչը իրավական պետության համար խայտարակություն է, հայտնվել են բանտում մեկ պարզ պատճառով, որ նրանք ընդդիմադիր հայացքներ ունեն եւ ի պաշտպանություն մեր ազգային հենասյունների, ի պաշտպանություն մեր ազգային ինստիտուտների հայտարարություններ են արել։ Իրենց հայտարարությունների մեջ որևէ հանցակազմ չի եղել, սակայն քանի որ իրենք ընդդիմադիր են եւ քանի որ իրենք հասկանում են օրինակ Միքայել Սրբազանի օրինակով, որ Միքայել Սրբազանը ունի այնպիսի մեծ հանրային ընդունում եւ հարգանք, որ իր շուրջ կարող է լինել կոնսոլիդացիա, Նիկոլ Փաշինյանը իր վախերը արտացոլում է տվյալ քաղաքապետարներին կալանավորելով։ Ես օրինակ իմ համար մեծ հարց է, թե մենք ունենք քննիչներ եւ դատախազներ, ովքեր գործում են օրենքի տարով, օրինակ իմ պատկերացման բավականին արդարացի կլիներ, որ քրեական գործօրինակ հարուցեր Ալեն Սիմոնյանի վրա, որը լինելով պարլամենտական հանրապետության պարլամենտի նախագահ, ինքնահարճակ կերպով դարձել է մեր թշնամի պետության ղեկավարի փաստաբանը, եւ երբ որ մեր պետության, մեր սուվերեն տարածքում գտնվող մեր Սևանա լճի մասին տրվում են ինչ-որ թուրքական օկուպացիոն անվանումներ, մեր պետության երկրորդ պաշտոնյան իրավունք չունի դա պաշտպանել։ Հակառակը նրանք պետք է հայտարարություններ անեն ի պատասխան։ Ասում են ընդդիմությունն է հրահարել, Արցախի դրոշներ են դրել, դրա համար Դե տեսեք, ցավոք սրտի մենք ունենք մի իրավիճակ, լինում են, չէ՞, տենց երեխաներ, որ տանը ծնողների վրա անդադ բղավում են եւ ջղայնանում են, դուրս են գալի փողոց ծեծ են ուտում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր կառավարական խմբով հենց այդ փոքրիկ տղան է, այսինքն երբ որ դիմացը կանգնած են թուրքեր, այլ երկրի ներկայացուցիչներ, նա շատ պուպուշ, հանգիստ, տոլերանտ, վախկոտ մի մարդ է, եւ հարցը հասնում է իր սեփական հայրենակիցներին, իր երկրի քաղաքացիներին, նա դառնում է շատ կոշտ, ագրեսիվ եւ իբրև թե օրենքը պաշտպանող, բայց դա սուտ է, որովհետեւ թե Սամվել Կարապետյանի, թե Սրբազանների, թե մեր մնացած քաղաքապետարանի խոսույթի մեջ որևէ հանցագործություն չի եղել։ Մենք բոլորս, այո, ասում ենք, որ մենք պետք է պաշտպանենք մեր եկեղեցին, մենք բոլորս ասում ենք, որ այո, մենք դեմ ենք ունենալ այնպիսի ղեկավարություն եւ կառավարություն, որը պաշտպանում է թուրքական շահերը։ Նորմալ պետության մեջ այն խոսույթը եւ այն ասելիքը, որը որ ասվել է վեհապարի կողմից կամ Սրբազանների կողմից, պետք է ասվեր հենց այս շենքերում գտնվող պետական պաշտոնյաների կողմից եւ իրենք պետք է պաշտպանեին թե Արցախի ժողովրդի վերադարձի հարցը, թե մեր սուվերեն տարածքի թուրքից ազատելու հարցը, բայց քանի որ նրանք թե վախեցած են, թե համագործակցում են թուրքերի հետ, նրանք պատրաստ չեն պաշտպանել մեր պետական ազգային շահերը։ Նիկոլ Փաշինյանն ասում է կաթողիկոս չունի, Կարեկին երկրորդը կաթողիկոս չի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինքը կրկնակի ստանդարտների թագավորն է, այսինքն երբ որ հարցը վերաբերվում է իրեն, ինքը լինելով կառավարության գլուխ, ասում է կառավարությունը ես եմ։ Այսինքն ինքը իրեն այլևս չի տեսնում իբրև անձ Նիկոլ Փաշինյան։ Նույն հայլիական տարբերակով պետք է մտածել, որ վեհապարը եւս անձ չէ։ Վեհապարը մեր եկեղեցու երեսն է եւ որովե երկրում, որովե տեղ դուք չեք գտնի նման խայտարակ իրավիճակ, որտեղ երկրի ղեկավարը նման կեղտոտ պիղծ եւ կեղծ խոսույթ է օգտագործում սեփական եկեղեցու հանդեպ։ Մենք գիտենք, որ եվրոպական բազում երկրներում կաթոլիկ եկեղեցիներում կան բազում խնդիրներ, եթե մեր եկեղեցականներին ինչ որ չգիտեմ մեղադրում են, որ իրենք կին ունեն կամ երեխա ունեն, մենք գիտենք, որ եվրոպական մայրաքաղաքներում կան իրավիճակներ, որտեղ խոսքը գնում է պետոֆիլիայի մասին, բայց բոլորս գիտենք, որ որևէ կերպ այդ պետության ղեկավարները չեն գրոհում իրենց եկեղեցիները, ինչու, որովհետև իրենք չեն գրոհելու անձանց, իրենք գրոհում են ինստիտուտը։ Նիկոլ Փաշինյանը այսօր Հովանավանքը օկուպացրել է, Հովանավան գնացողները դարձել է արդեն Ջրբաժանի ֆիլտրի մի ձև, նույնիսկ ԿՊ-ականների մեջ է երևում, թե ով է պատրաստ առանց որևէ կարմիր գծի Նիկոլ Փաշինյանի ետևից գնալ հանուն մյուս ցուցակում հայտնվելու եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ գտնում են, որ իրենք պայքարում են անձի դեմ, իրենք մանիպուլյացիայի են ենթարկվել, իրենք պայքարում են եկեղեցու դեմ եւ սա թույլատնում են թե մեր ազգային արժեքները, թե մեր պետականությունը։ Հիմա ձեր պահանջը ի՞նչն է Ավանի նախկին քաղաքապետի օգնականից։ Մեր պահանջը այն է, որ ձեր նշած անձը եւ մնացած ուժային կառույցների ղեկավարները սկսեն շարժվել օրենքի տարով։
ընդդիմադիր լինելը դա չի Գիտեն դրա մասին, հիմա դուք Իրան գիտեն, բայց մենք իբրև քաղաքական ընդդիմադիր միավոր այստեղ ենք բարձրաձայնելու այս խնդիրը եւ մենք շատ ստույգ տեսնում ենք, որ կա իրավիճակ, որում որ միայն ընդդիմադիրներն են դառնում հանցագործ, բայց մենք գիտենք, որ իրանք ունեն բազում սրբապիղծ բլոգերներ, մարդիկ, օրինակ իրանք նույնիսկ ունեն տեխնացուներ այսօր էջմիածնում, ովքեր խոսում են ոչ քաղաքակիրթ, ոչ քաղաքական խոսույթով, խոսում են ուղիղ վիրավորանքներով, բայց քանի որ իրենք սպասարկում են Նիկոլի շահերը, քանի որ այդ տեխնացուն ասում է, որ օրը որ Նիկոլը գնա այսպես ասած մայրաթորը ազատագրելու, նա քարոզարշավին դադար կտա եւ կգնա այնտեղ։ Այս մարդիկ Նիկոլ Փաշինյանի կամակատարներն են։ Այսօր Հայաստանում բանտում հայտնվելու համար պետք է լինել ոչ թե հանցագործ, այլ պետք է լինել հայ։ Ու սա մի ամբողջ մեխանիզմ է, որը որ մենք տեսնում ենք, որ գործում է մի ուղղությամբ։ Հիշեք, մինչև հեղափոխությունը, երբ որ ընդդիմադիրների կամ որևէ արևմտամետ բլոգերի մազին մի բան կպներ, բոլոր դիմացի մայթում գտնվող միջազգային ատյանները, կառույցների ներկայացուցիչները շատ ակտիվ մասնակցում են։ Այն պայից ինչ մենք ունենք ղեկավար, որը գործում է Ռուսաստանի եւ Իրանի շահերին դեմ, իր ցանկացած բռնապետական գործողություն որովե գնահատականի չի արժանանում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իրանց արևմուտքի եւ թուրքերի միասնական տեխնացուն է այս երկրում, որպեսզի քանդեն մեր պետականությունը եւ մեր անկախությունը։ Շնորհակալ եմ։